Արդեն տեսնում եք, որ բանջարեղենները մաքրած, մաքուր լվացած սպասում են մեր աշխատանքին։ Թթուն պատրաստում ենք այս մեծ տարայի մեջ։ Բոլոր բանջարեղենները շերտ-շերտ տեղավորում ենք տարայի մեջ, լցնում ենք աղաջուրը և թողնում ենք 3 օր թթվի։ 4-րդ օրը լցնում ենք տարաների մեջ և պահածոացնում։ Ընկերներ ջան, այս տեսանյութի ընթացքում ականատես կլինեք թթվի իմ բաղադրատոմսի պատրաստման գործընթացին։ Ընկերներ ջան, ինչպես նկատեցիք, ես լոլիկին այսպիսի կտրվածք եմ տվել։ Եվ ծիծակների վրա 3 տեղից անցքեր եմ բացել, որպեսզի ջուրը ավելի լավ